Կգնան այս իշխանությունները։ Մի օր գնալու են, իհարկե գնալու են։ Չէ, մենք առաջիկա ընտրությունների սեգմենտում ենք խոսում։ Ես հուսով եմ, որ գնալու են եւ քանի որ դաշտում արդեն կան նոր խաղացողներ, ովքեր կարող են ի վիճակի են հայտ ներկայացնել այս իշխանություններին, թե իրենց մեդիա ռեսուրսներով, թե ֆինանսական կարողություններով, թե պրոֆեսիոնալ կարողություններով, որը ամենակարևորն է։ Այսինքն ցանկացած ուժ հիմա վերցնենք նոր ուժերին, հին ուժերին, ովքեր առաջադրվում են, իրենք հաստատ ավելի շատ պրոֆեսիոնալ կարողություններ ունեն կառավարման պետական համակարգի, քան ներկայիս իշխանությունը։ Այս առումով ես կարծում եմ, որ հնարավոր է։ Պետք է ուղղակի կարողանալ ճիշտ քարոզչություն տանել եւ ամենակարևորը, ես կարծում եմ, որ այս ընտրություններին այդ ուժերը միմյանց դեմ չպիտի աշխատեն, այլ պետք է թիրախավորեն միայն իշխանությանը։ Որովհետև եթե սկսեցին միմյանց փչացնել, դա օգուտ է տալու միայն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ես այսօր տեսնում եմ, որ կան քաղաքական ուժեր, ովքեր փորձում են ընդդիմադիր դաշտը պղտորեն ինչ որ չափով, որը օգուտ է միայն Նիկոլ Փաշինյանին։ Ում եք նոր համարում, որ ասում եք նոր ուժեր։ Նոր ուժը մեր ձևով շարժումը։ Ահա։ Նոր ուժը ինչ։ Դուք ոչ եք անդամ։ Ես ոչ։ Նոր ուժը նախկին մի պարոն Թաթոյանի ուժը միասնության թևեր։ Երկու խոշոր ուժերը սրանք են։ Կան էլի նոր ուժեր, փոքր ուժեր, ես իրենց չեմ դիտարկում որպես խաղացող, կարծում եմ իրենք ձայն են փոշիացնելու, որը գնալու է իշխանության ձայներին։ Այդ իսկ պատճառով չեմ դիտարկում էլի իրենց եղանակ փոխող։ Իրենք կարող են միանալ մեծ ուժերին ուժեղացնել, այսինքն դինի ինչ-որ կոնսոլիդացիա, փորձեն ուժեղացնել, բայց միայնակ մասնակցելով իրենք ձայն են փոշիացնելու։ Այս բանին այս երկու ուժերն են։ Կոնսոլիդացիա Մերձևովի եւ Թաթոյանի միջև։ Միանշանակ, այո։ Հավանական է այդպես։ Ինչու ոչ, կարող են լինել փոքր ուժեր, դա կախված է երկու շարժման առաջնորդների կամքից եւ ցանկությունից։ Եթե իրենք դիտարկեն, որ իրենց պետք է կոնսոլիդացիա, միևնույն ժամանակ ես պետք է ասեմ հետեւյալը, բոլոր դեպքերում, որքան էլ որ այս ուժերը նոր են, իրենք ստանում են շատ արձագանքներ, ողջավորության, չգիտեմ, շարժմանը միանում են շատ մարդիկ եւ այլն, դա չպետք է իրենց արխային գցի, այսպես ասեմ, որտեղ քաղաքականության առաջիկա ընտրություններում կանոնները լինելու են շատ կոշտ։ Եվ իրենք որևէ րոպե թուլանալու, այո, որևէ րոպե թուլանալու, իրենց գերագնահատելու կամ դիմացի այլ մրցակիցներին թերագնահատելու դեպքում այս ուժերը կարող են տապալվել։ Բոլոր նոր ստեղծվող քաղաքական ուժերին հատուկ է սա։ Դրա համար պետք է լինել ավելի ուշադիր եւ չթերագնահատել, այո, փոքր ուժերին վերցնելու, ներգրավելու։ Որևէ մեկի նկատմամբ ունեք ձեր ներքին համակրանք։ Ես երկու քաղաքական ուժերի նկատմամբ ունեմ համակրանք, ինչու, որովհետև իրենք կամք են ցուցաբերել փոխելու քաղաքական դաշտը, նոր խոսք, նոր մարդիկ, նոր դեմքեր բերելու եւ դա շատ կարեւոր է։ Եվ փոքր ուժերին եւս ուղղակի իրենք նորից եմ կրկնում ձայն են փոշիացնելու։ Այդ թվում եւ Քոչարյանի գլխավորությամբ քաղաքական։ Քոչարյանը ունի իր ձայները, ես Քոչարյանին փոքր ուժ չեմ համարում, որովհետև այդպիսի մեդիա ռեսուրս, ֆինանսական ռեսուրս ունեցող քաղաքական ուժը չի կարող փոքր լինել։ Այլ բան է, որ մաշված է Քոչարյանի ռեյտինգը եւ Քոչարյանը չի կարող այլևս հավակնել լինելու երկրորդ ուժը։ Այնպես ինչպես հիմա վերագրում են, ես այդպիսի համարձակությունին չեմ դա, վերագրում են երրորդ նախագահի քաղաքական թիմին։ Գիտեք, ես հիշում եմ, երբ որ մեր կուսակցություններ ստեղծվում, ինչ պիտակավորում ասես, մեզ կպցնում էին, այդ թվում նաև երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ կապած։ Եվ դա միջև հիմա այսօր կա։ Բայց ինչքան մենք 10 տարի քաղաքական ճանապարհ ենք անցել, այդ պիտակը կա, բայց մենք դրան ոչ նայել ենք, ոչ էլ դրանով առաջնորդվել ենք, ոչ էլ դա մեզ ինչ որ չափով վնասել է, շատ է վնասել։ Բայց այո, դա կա, քաղաքական դաշտ, ով նոր մտնում է, նրան պետք է փչացնեն։ Այլ հարց է, որ նոր մտնողը պետք է այնպիսի ռազմավարություն ունենա, որ չթողնի իրեն փչացնեն։ Իշխանություն եկեղեցուի հակամարտությունը ինչով կավարտվի։ Այս պահին ես տեսնում եմ, որ պարտվում է իշխանությունը։ Այո։
որտեվ չնայած բոլոր կեղտոտ մեթոդական քայլերին իշխան եկեղեցու նկատմամբ հարձակումներ, անձնական նյութերի հրապարակումներ, հա, կեղտոտ հռետորաբանություն եւ այլն, այս պահին եկեղեցին դեռ պահպանում է իր դիրքերը։ Անձնական նյութերի նկատ ունեք վերջին այդ այո, իհարկե, այո, եւ ես վստահ եմ իրենք էլի ունեն, բայց մի շատ կարեւոր այլ բնույթի, անձնական բնույթի, այո։ Բայց կա մի շատ կարեւոր հարց։ Ոչ, իհարկե չի զարմացնում, որտեվ ես էլ եմ եղել դրանցից մեկի 2019 թե 20 թվականին ես առաջին կին падգամավորներից եմ եղել, ովքեր ինձ փորձել են թիրախավորել անձնական կոմպրոմատներով, որովհետև ես բացահայտել էի Փաշինյանի ընտանեկան տեսանկարանում չէր, չէ, պատմություն էր ընտանեկան։ Ինձ փորձեցին թիրախավորել, լրացնել, որովհետև ես բացահայտել էի կոռուպցիոն սխեմա, որը կապված էր Փաշինյանի Քավորսանիկ ընտանեկան հարաբերությունների հետ։ Այդ ո՞ր թվականն է։ Դա 2020 թվականն էր։ 20, հա, արդյունքում 19 թե 20 կամ 19-ներ կամ 20, լավ չեմ հիշում, բայց երևի 19։ Մի խոսքով դա կարևոր չէ թվականը։ Այնպես որ դա իրենց ոչն է։ Որ կողմնորոշվել, երբ եք սկսել հակադրվել գործող իշխանության, էլի։ Մինչև այդ ես չեմ հիշում, ինչ վարկերից եք։ Ես ինքս սկսել եմ հակադրվել գործող իշխանությանը հեղափոխությունից անմիջապես հետո, որովհետև հասկացել եմ, թե ինչ է տեղի ունենալու։ Եվ այդ իսկ պատճառով ընկել եմ բազմաթիվ թիրախավորումների տակ, հա, ես ատելության մեծ դոզակարի նկատմամբ, որովհետև որ ասեմ ողջունել եմ սուտ կլինի, որ ասեմ չեմ ողջունել դա էլ սուտ կլինի։ Ես ընդունել եմ հեղափոխության փաստը։ Բայց ես հասկացել եմ լավ ճանաչելով մեր գործընկերներին, ես հասկացել եմ հետագայում ինչ է լինելու պետության հետ։ Իհարկե պատերազմը եւ կոവിഡ്ը ավելի սրեց այն բոլոր արատները, որ ուներ իշխանությունը։ Եվ հիմա իշխանությունը ամբողջ դեմքով բացվել է, հա, հանրության առջև։ Մենք դա գիտեինք մինչև հեղափոխությունը։ Ընդ որում միջև հեղափոխությունը, այդ մեր երբ որ հեղափոխության մասին խոսք չկար, ինչու ենք մենք լավ ճանաչում մեր գործընկերներին, որովհետև իրենք ֆեյքերով, ծածուկ մեր դեմ աշխատում էին։ Մենք մի դաշինքից էինք, բայց իրենք մեր դեմ արդեն աշխատում էին։ Ելքի մասին է։ Այո, այո։ Սրա մասին մենք այն ժամանակ ելքում աշխատում էին օրինաց երկրի։ Ելքում աշխատում էին Հանրապետություն եւ Լուսավոր հասարակությունների։ Այո, որտեղից եկավ օրինաց երկիրը։ Լուսավոր։ Եվ որպես խորհուրդ բոլոր նրանց, ովքեր ում շանտաժի կենթարկեն այս իշխանությունները, պետք է ասեմ մի բան, որ այդ շանտաժները չեն ավարտվելու, որքան տրվեք այդ շանտաժներին, միևնույն է Փաշինյանը գնալու է միջև վերջ։ Այսինքն այս իմաստով վախենալ, թուլանալ դա չի օգնում։ Եվ պետք է հասկանալ, որ եթե պինդ չկանգնեցիր, իրենք պետք է շանտաժի միջոց չտալ իշխանության ձեռքը։ Դա մի կողմ, հա, բայց գիտեք Հայաստանում քաղաքականության մեջ եկեղեցում ամենուր չկան մարդիկ, ովքեր իրենց տանը կմախք չունենան։ Նույն քաղաքական դաշտում, հա, երբ որ նայում ենք նոր ուժեր են ստեղծվում, ասում են հələ նայեք ումն են բերել այդ նոր ուժի։ Անդամ ասում ենք դե հիմա ում վերցնես, շատ փոքր է շրջանակը, էլի, բոլորը ինչ որ խնդիր ունեն։ Այո, հնարավորինս պետք է հեռու մնալ այդպիսի մարդկանցից։ Բայց փոքր երկիր ենք, մեծ հավակնություններով եւ մեծ մեղքերով։ Ձեր դատողություններով ես հասկացա, որ մեզ սկանդալային ընտրություններ են սպասվում։ Այո, սպասվում են սկանդալային ընտրություններ։ Այսինքն ուզում եք, որ սկանդալային ընտրություն լինի այն ամենը։ Ես չեմ ոչ թե ուզում եմ լինի սկանդալային ընտրություն, այլ ուզում եմ լինի ակտիվ ընտրություններ։ Բայց այդ ակտիվ ընտրությունները պետք է լինեն Հայաստանի ապագայի շուրջ։ Երբ որ մենք ասում ենք սկանդալային ընտրություններ, մենք արդեն հասկանում ենք, հա, որ դա մտնում է նեղ անձնական թիրախավորումների դաշտ, եւ դա չի լինելու Հայաստանի ապագայի շուրջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բոլորին քաշելու է այդ դաշտ։ Մի գնացեք այդ դաշտ։ Ով քաշի։ Ռազմավարությունը չգնալ այդ դաշտ, բայց ես տեսնում եմ, որ կան ոչ փորձառու մարդիկ, ովքեր անդադ փորձում են հեռու մնալ այդ դաշտից, բայց միևնույն է, իրենք պետք է ինչ-որ կերպ պաշտպանվեն։
Կա նաև հետևյալը, եթե Նիկոլ Փաշինյանի հետ չխոսեն ինչ-որ տեղ իր լեզվով եւ չպաշտպանեն իրենց հեղինակությունը, դա կարող է ընկալվել թուլություն։ Այսինքն միանշանակ խուսափել սրանից չի լինելու։ Հնարավոր չի լինելու։ Դրա համար պետք է այդ գործիչները պատրաստ լինեն նաև այդ դաշտում կռիվ տալու, բայց չկորցնելու իրենց դեմքը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ու բոլորին փչացնելու վարպետ է։ Ինքը ծնված է դրա համար։ Բա ելքը ինչի ձևավորեցիք, եթե այդքան բան գիտեիք։ Դե միջով դա է ելքը ձևավորվել։ Ելքը ձևավորված, որպեսզի միասնական կոնսոլիդացված ուժերով ընդդիմադիր կռիվ տա իշխանությունների դեմ։ Հետո ընթացքում մենք հասկացանք, որ մեր գործընկերները մեր դեմ աշխատում են։ Ես հիշում եմ, ասում եմ, որպեսզի դուք հասկանաք այդ մարդկանց բնույթը։ Չէ, էլի անհասկանալի մնաց, բայց ավարտելու ենք անի։ Շատ անհասկանալի մնաց։ Հատկապես ելքի հանգամանքը նպատակը ո՞րն է լինելու ձեր դեմ աշխատելու, չեմ ուզում, չեմ կարողանում պատկերացնել։ Մեկը անձնական հակակրանքը։ Իշխանության բոլոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր անդամները, չնայած իրենք արդեն 7 տարի իշխանության են, իրենք դեռևս շարժվում են անձնական համակրանքով եւ հակակրանքով։ Իրենք երբեք քաղաքական համերաշխություն, սոլիդարություն, քաղաքական զսպվածություն, որպես այդպեսին իրենց գործընկերների նկատմամբ չեն ունեցել։ Իրենց շարժում են իրենց էմոցիաները, իրենց զզվանքը, իրենց քինախնդրությունը մարդկանց նկատմամբ։ Ամեն դեպքում ես ինձ համար գոնե բարձեցի, թե որ շրջանից եք դառնացած ձեր գործընկերների։ Իրականում ես երջանիկ մարդ եմ։ Ուզում եմ, որ դառնությունը այս ընտրություններով անցած լինի։ Ես երջանիկ մարդ եմ այն հաշվով, որ ես ատելություն առհասարակ իմ մեջ չեմ կուտակում։